տեղերից տեղում գործում։ Այստեղ են գրանցվում գործակալները, նաև արդեն իշխանական աշխատանքության սարքատունները, այստեղ գործերի գործակալական աշխատանքներ կատարվում։ Հիմա դուք ինչ եք անում, ինչո՞վ եք զբաղվում։ Իշխանական արտադրատեսակների ներմուծման Հետքրտողություններ են այո։ Ինքը մահպոցած կլինվում է, գարսաստատ Բարոյական արտադրություններն են դիտարկում, նաև Հայաստանի ներսում և Հայաստանի ներսում Այսինքն, որ իրանց ձեռքբերողները ձեր միջոցով վերահսկում ովքեր որ ուզում են գրանցեն Հայաստանում և ԵԱՏՄ երկրներից որևէ մեկում պարտադիր պետք է պատշաճ արտադրության գործունեության սերտիֆիկատ ունենա։ Մենք մի քիչ կարգավորումներ այնպես ենք արել, որ մրցակցային դեր ունենանք ԵԱՏՄ գրանցողների շրջանակում, նախ ժամկետների առումով փորձում ենք հայտերի բավարարման ավելի սեղմ ժամկետներ առաջարկենք եւ գնային քաղաքականությունը։ Սա արդեն դերերի գրանցման բաժինն է։ Այսինքն, որ դեղերը գրանցվում են Հայաստանում, այստեղ գրանցվում։ Այո։ Գրանցվում են, հետո երբ որ ներմուծում են, էլ այստեղ են գրանցվում, արդեն հավաստում ենք, որ գրանցված է։ Համապատասխանում դրանցան Այստեղ ստանդարտներն են կողմնակում։ Ստանդարտներ և ստացված նմուշներ, դեղերի գրանցման համար Ստեղ բոլորը նմուշներն են ամբողջովին։ Այսինքն, սա միջուզել է։ Հա, ուիկը և մսում։ այստեղի բոլոր սարքերը ամբողջություն ունեն։ Այստեղ իրականացնում են լուծելիություն դերերի, որը շատ կարևոր ցուցանիշ է որակական, որպեսզի հասկանանք արտադրողի կողմից տրված լուծելիության ժամանակը արդյոք նշված ժամանակում լուծվում է, թե չէ։ Այս կշմասենյակն է, որը լաբորատորիան պետք է առանձնացված լինի, որպեսզի վիբրացիաներ չլինեն, հատուկ սեղաններ, այսպեսի հաստ քարերով, որպեսզի քայլելը, բոլոր կողմնակի ազդեցությունները կշռման վրա անճշտության էֆեկտ չունենան։ սա մեզ նմուշապատրաստման սենյակներից մեկն է։ Ու այս քարշիչ պահարանները ևս քիմիապես կայուն լաբորատոր կահույքի մաս են եղել։ Սա գազային քրոմատագրման սենյակն է, երկու գազային քրոմատոգներ ունենք, նաև մյուսը մաս սպեկտրաչափման։ Դեղարտադրողների եւ 90%-ից ավել ունենում են հենց նմանատիպ միջազգային սարքավորումներ եւ մեր համար շատ կարեւոր է նմանատիպ սարքեր ունենալ, որպեսզի տվյալ մեթոդի վերարտադրումը մեր լաբորատորիայում շատ ավելի հեշտ դույնի ստացվեր առանց խնդիրների։ Մեր լաբորատորիան ամերիկյան հիմնական մեթոդների մեծ մասը հենց սարքավորումներով են իրականացվում։ Ունենք նաև մաս սպեկտրաչափման մեթոդի, նաև մաս սպեկտրաչափման։ Սա մեզ մոտ ատոմային սպեկտրաչափ է, որը թույլ է տալիս նյութերի էլեմենտար անալիզ իրականացնել միկրոտարի և ծանր մետաղների։ Հանրապետական լաբորատորիայի կարգն, որը ինչպես տեղեկատվական համակարգ, կառավարման համակարգ էլեկտրոնային, սա նույնպես Հայաստանում միակն է։ Դրական ճնշման մեկուսիչը, իզոլյատորը, որը որպես թույլ է տալիս ցանկացած միջավայրում, սենյակը հիմա մեր մոտ է սենյակը դասակարգված չի, հատուկ աստիճան չունի, բայց այս սենյակում դասակարգված ունենք մաքուր ստերիլ միջավայր, որտեղ կարողանում ենք անսխալ առանց կողմնակի ազդեցությունների ենթարկված հետազոտություններ անել ստերիլության տեստի վերաբերյալ։